Ողջունում եմ ձեզ սիրելի հետևորդներ, ուզում եմ անդրադառնամ երեկվա ֆուտբոլի կատարվածի հետ, միջադեպը տգեղ էր, որովհետև մենք մեր հարևաններին շատ ջերմ ընդունելության արժանացրեցինք, նրանց երկրպագուները կային Վազգեն Սարգսյանում մեր առջևում նստած, մեր հետևում շատ ջերմ, ոչ մեկին ոչ մի հայոյանք, ոչ մի թթու խոսք, թե ինչ եւ ոնց էին հայտնվել, Սև շուկայով էր ինչ էր, այդ մեկ այլ անցած պատմությունը, դրան չեմ ուզում անդրադառնամ։ Հիմա երեկվա դեպքի հետ կապված մեկնաբանություններում ինչեր եք գրում, բոլորին չեմ հասցնում արգելափակեմ, բայց որ նայեմ վատ կոմենտները փակելու եմ, պետք չի իրար անցնել վիրավորանքների, պետք չի թշնամանալ ընդհանրապես վրացիների հետ, մանավանդ, որտեղ որ գնում եմ, այսօր առավոտից մարդիկ իմանում են, որ հայ ենք, ասում են ֆուտբոլին եկեք, Դե ասում եմ, հա, բնական չեմ ասի, չէ, հայ ենք, կամ իմաստ չունի թաքցնելը, մարդիկ մոտենում ներողություն են խնդրում, ժողովուրդ, հասկանում եք, ներողություն են խնդրում երեկվա այդ երեխեքի հառացի համար, թե հիմա դա սադրանք էր, դեռ ոչ մեկս չգիտենք, թե մեկ այլ պետության քաղաքացիներ մեզ ոչ բարեկամ երկրի ներկայացուցիչների սադրանքներ դա, որպեսզի մեր այս լավ հարաբերությունները փչացնեն մեր վրացի բարեկամների հետ, եւ թե պարզապես երեխաներ էին մտել էին դաշտ եւ անգիտակցաբար նման բան արեցին, պետք չի թշնամանք սևագրել, առավել եւս քո մեկնաբանություններում պետք չի քաղաքականացնել Եվ ինչ-որ կոչեր անել, դուք միջև պատերազմ եք ասում, հասկանում եք ինչ եք խոսում դուք վաբշե, այդ խոսացողները, մտում մեր երկրի խնդիրները քիչ են, մի հատ էլ ես, ուզում եք վրացիների հետ էլ թշնամանանք, և իսկապես այդ սադրանքները հասնեն իրանց նպատակին, հա դուք դրան եք ուզում, ես ձեզ ասեմ, պաշտոնական ֆան ակումբը իրենց, կապնվեց մեր տղաների հետ, Ֆաֆի ռեդի տղաների հետ և ներողություն են խնդրել, այդ իրանցը չէր և իրանց պետք է չէր, հասկանում եք, ինչ էր դա, վերջացրեք ժողովուրդ, ֆուտբոլը, պարտավել ենք, թույլ ենք, այդ մեր ներքին խնդիրներն է, մենք կլուծենք մեր տանը, մեր եկեք ուժեղին շնորհավորենք, մենք էլ պարտությունից դասեր քաղենք, հասկանանք ինչ եղավ, ոնց ենք լուծում մեր ֆուտբոլի հարցը, ոնց ենք ուժեղանում, սպորտային մրցենք, կարողանանք հաղթենք, այսքան բան, ինչի եք իրավիճակը սրում, դուք պարապ եք մնացել, դուք վաբշե գժվել եք, սենց ասեմ, դուշկի եկեք, մարդիկ մոտենում մեզ ներողություն են խնդրում, ստեղ Հաբլաբարում բազմաթիվ հայեր են ապրում, ձեզ ինչ կա տունը տակ ձիվաններին նստած եք, ինչեր եք խոսում, մենք հաճախ ենք գալու ստեղ, իրանք են գալու մեր մոտ, հեսա ամառը չեք գնալու բաթում էլ, սո, պրծավ, ինչա երկու հատ երեխա անկարգություն են արել, լուրջ պայեք ձեզ ամոթա, թարգեք ես ամեն ինչը վաբշե, լուրջ բաներով զբաղվեք, կպեք ձեր գործերի, հասեցի չանրադառնամ, բայց չես կարա չանրադառնաս, ես ինչ եք անում, կոմենտներով ինչեր եք խոսում, վերջացրեք ամոթը, շնորհավորում եմ վրացիներին, գեղեցիկ հաղթանակի կապակցությամբ, ճիշտը ցավալի է, բայց դա մեր ներքին խնդիրներն ես էլի եմ ասում, մենք տունը կլուծենք էսի, ստեսություն, վերջացրեք,